Փաշինյանն ասել է, որ հայոյելն անթույլատրելի է, ձեզ ով բերեց այդ հայոյելու մշակույթը մեր մեջ։ Փաշինյանը ինքն է միշտ հայոյել, ամենասկզբից ինքն է հայոյել։ Շատ ճիշտ ասում Փաշինյանը, որ հայոյել չի կարելի ընդհանրապես։ Կաթողիկոսի հետ կապված իր գրառումներ եւս հայոյախառն բառապաշար ունեին իրենց մեջ։ Հա։ Ցանկալի լինի, որ այդպիսի բառապաշար չլինի ընդհանրապես։ Եվ այդ հարցը լուծվի խաղաղ լուծվի այդ հարցը եկեղեցականների հետ։ Ցանկալի կլինի, որ այդպես լինի։ Ժամանակները իր աշխատած 7 տարվա բերեց ամեն ինչի։ Մարդիկ ինքնասպան են լինում, այսօրվա գիշերվա դեպքերը շատ ահավոր վիճակ է, ահավոր, կոտրվեր է ձեռքը, որ առաջի անգամ իրեն ձայն եմ տվել, բավարար է այդքան, ինչքան հնարավոր է շուտ վերջը տանք իրա ստեղից գնա կամ սպան լինի, թեկուզ։ Այդքան բան, իրենք, ղեկավարները, իրենք են ստիպում, որ մարդիկ հայոյեն, բարկանան, անեն ինչ-որ չի կարելի անել, այդ զայրույթը ստեղծեն, եթե մի ղեկավար ասի կարաքի փոխարեն օգտագործեք սոխ, շատ օգտակար է, ժողովուրդը ոնց կարող է չբարկանա, չհայոյի։ Այնպես որ իմ բարի լավ ժողովուրդը մնացել է այնպես ինչ որ կա, իրենք չարացել են, ժողովրդին էլ չարացրել։ Հենց իրանք է ստեղծում են։ Այդտենց բան չկար առաջ, մինչև իրագալը, իրանք է ստեղծում են։ Մարդիկ արդեն չգիտեն ոնց խոսան, որ հասնի։ Իհարկե հայոյելը չի կարելի բնականաբար, իսկ ով է ձևավորում, նախ գալիս է ընտանիքից, փոքրուց, պիտի երեխային դաստիարակել, որ հայոյելը, այո, իհարկե սխալ է եւ անթույլատրելի է։ Երբ որ այդ հայոյան քննչումը քաղաքական ամենակարևոր կառույցներից երկրի։ Դե իհարկե անթույլատրելի է։ Նախ սկսենք վերևից, նախ ընտանիքից, հետո վերևներում արդեն պիտի հասկանան, որ եթե պարտադրում են, որ հայոյելը սխալ է եւ չի կարելի հայոյել, մենք դաստիարակում ենք երեխաներին, իրենք էլ պիտի ինքնադաստիարակությամբ զբաղվեն, իրենք չհայոյեն։ Շնորհակալություն։